Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արշակյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես մանդատների թեման էլ կարծես սպառվեց, անգամ նրանք, ովքեր նախընտրական շրջանում ասում են, որ եթե Փաշինյանը մնա որպես երկրի ղեկավար, նրանք կհրաժարվեն մանդատից, բայց նրանք վերցրեցին մանդատները, իհարկե կան թակ ու կենտ որոշ մարդիկ ինքնաբացարկ են հայտարարում, կան ինքնաբացարկներ, բայց այսպես թե այնպես խորհրդարանը ձևավորվեց։ Եվ ինչ ունեցանք։ Արձանագրում ենք, որ աշունը թեժ չի լինելու, որովհետև ռեսուրսներ ընդդիմությունը չունի իշխանափոխություն կազմակերպելու համար, ազգային ժողովի ուժերով, թե փողոցի ուժերով, այսինքն դա նշանակում էր, որ ընդդիմությունը հաշտվեց իր կարգավիճակի հետ, պայքարը դադարեցվում է, եթե նրանք մտնում են ազգային ժողով, ազգային ժողովի այդ ռեսուրսներով, այդ մարտական ոգով, որ իրենք ունեն, նրանք այնտեղ դեկորացիա են լինելու, լեգիտիմացնող ուժ են ազգային ժողովի, որ իրենց ֆունկցիան դառնալու է լեգիտիմացնել, օրինականացնել ազգային ժողովի գործունեությունը, ուրեմն մենք արդեն ընդունում ենք կարճ ասած կապիտուլյացիան, հանձնվեց ընդդիմությունը։ Դա ռազմավարություն է, թե հրահանգի կատարում է։ Հրահանգ չեկավ, ավելի ճիշտ պայքարի հրահանգ եւ ռեսուրսներ չեկան, որովհետեւ եթե գար պայքարի հրահանգ եւ ռեսուրս, ուրիշ լեզվով խոսեին, ասեք չէին ընդունի մանդատները, դրանից բացի հաջորդ էշալոնները ագենտուրայի, համակիրների, դրսի ուժերի, ասենք Ռուսաստանի ներկայությունը, շահերը պաշտպանող ուժերը, նրանք փողոց դուրս կգային եւ նրանք ունեն, մենք հիշում ենք 1996 թվականի սեպտեմբեր ամիսը, տեսեք ինչ միավորումներ ստեղծվեցին, իրար ատող ուժերը միավորվեցին, ազգային ժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրավեցին, մենք ունենք նախադեպ, գիտենք, երբ հրահանգը գալիս է, ռեսուրսները տրամադրվում են, ազգային ժողովը գրավվում է, կամ ինչի՞ չէ, 18 թիվը այս վերջերս, 2018 թվականին էլի, ռեսուրսներ կային, հրահանգ կար, իմիջիալուստ եւ ներսից եւ դրսից, ազգային ժողովը գնաց ինքնալուծարման, դրսից կար ճնշում, դրսից փողոցից ճնշումը եւ ներսից հրահանգ եկավ լուծարվել, հանձնվել։ Հիմա այդպիսի հրահանգ չկա, հանձնվելու հրահանգ էլ չկա, սա ինքնաբուխ մի բան էր, շփոթված են, չգիտեն ինչ անեն, հանձնվեն, չհանձնվեն, ընդունեն, վերցնեն այդ կորոշկա, որն է այդ թուղթը, կորոշկա, դա վերցնել, չվերցնել, գնալ, չգնալ, ինչ վարքագիծ պետք է ունենան։ Իսկ գուցե բալանսը, այդ հավասարակշռվածությունը ուժերի, որոնք այժմ ներկայացված են ազգային ժողովում, բավարարում է։ Ում։ Այդ ումի մասին էինք մենք պարտության, այո, նա ով հաշտվում է պարտության հետ, նրան բավարարում է։ Ոչ ոք պարտված իրեն չի համարում, գուցե։ Համարելով չի։ Գուցե վճիռներ կայացնող ուժ կա, վճիռ կայացնող ուժ կա։ Հրահանգ ինչու չեղավ այդ դեպքում, եթե դուք հրահանգ չեղավի տարբերակը ընտրեցիք։ Դիմադրությունը շատ մեծ էր, այսինքն հրահանգ եթե լիներ, նշանակում է մինչև վերջի կաթիլը արյան, կռվել մինչև վերջի կաթիլը, մինչև վերջի պատգամավորի թեկնածուն, մինչև վերջի օլիգարխը, մինչև վերջի քրեականը կռվեք, ոչնչացեք։ Դա կնշանակեր պիր խրախճանք։ Չէ, բանի ժամանակ Պյուրոսի հաղթանակը կլիներ, եթե նույնիսկ հաղթանակ չէր, ուղղակի կռիվ ինքնավոչնչացման արդյունքով։
Դրա համար գուցե հրան եղել է կռվեք, բայց սրանք հասկանում են, որ կռվում են ոչնչանալու։ Մի խոսքով, այդ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը, եթե մեզանից ձայներ գողանան կլինի հեղափոխություն, դա փակվեց այդ էջը, համարում եք, սեպտեմբեր էին ինչ-որ խոսում։ Անպատասխանատու հայտարարություն էր, չհասկացող մարդու հայտարարություն էր, անտեղյակ մարդու հայտարարություն էր, եթե դե արեք, այսինքն նա իր խոսքի համար, խոսքի տերը չի։ Այս փուլում քաղաքական գնահատական անհրաժեշտ է տալ արդյոք, թե համարում ենք, որ այնքանով, ինչքան մենք խոսում էինք, ինչքան գնահատում էինք, դիտարկումներով կիսվում էին մասնակիցները ընտրությունների, բավարար է, մենք ունենք քաղաքական գնահատական, ինչպիսին էին 2026 թվականի ընտրությունները։ 2026 թվականի ընտրությունների քաղաքական գնահատականը հետ է մնացել քրեական գնահատականից։ Պատկերացնում եք, արդեն քրեական գնահատականը կա, քաղաքականը կարծում եմ, որ պետք է կցել նախորդ շրջանի, այսպես պետք է արվի, նախորդ շրջանի ավարտը, այ որպես ավարտ։ Իհարկե պետք է գնահատական տվի, բայց ես այդ գնահատականը մի քիչ այլ ձևով կուզեի, որ մենք քննարկենք։ Ընդհանրապես այս Պապ Թագավոր եւ Ամիրյան տեղափոխությունից հետո փողոցների անվանումների մասին է խոսքը։ Փողոցները, որ փոխվեցին, դա խորհրդանշական էր։ Այսինքն, եթե մենք մերժում ենք բոլշևիզմը, մերժում ենք սովետականը, Իսա մերժում ենք, այնպես կեսբերան մերժեցինք և բերում ենք մերը, ազգայինը, ազատագրականը, իսկականը, ուրեմն ես կարծում եմ, որ հիմք ընդունելով դա ցույց է տալիս, որ իշխող ուժը գիտի դրա մասին, ուրեմն ես կարծում եմ, հիմա պետք ընդհանրապես այդ հարցը միշտ բարձրացվել է դեռևս 90-ական թվականներին քննարկվել է գնահատական տրվի, թե չէ անցյալ 200 տարում կամ 600 տարի դրա գնահատականը պետք է տրվի, թե չէ ու չհամարձակվեցին այն ժամանակվա իշխանությունները չեն համարձակվել այդ գնահատականը տալու, որովհետև գնահատականը նշանակում է հանցագործին հայտարարել հանցագործ, զոհին հայտարարել զոհ և այոն այո լինի ոչը ոչ դա շատ կարևոր էր։ Հիմա ես նույնիսկ ձեզ ասեմ Ռուսաստանը RF-ը այդպիսի հանձնաժողով ստեղծեց, այդ գնահատական տվող հանձնաժողով ստեղծեց Շախրայ, այդպիսի մի քաղաքական գործիչ կար, կոչվում էր Շախրայի հանձնաժողով, նախագահ Շախրայն էր։ Նա մի քանի տարի աշխատեց այդ հանձնաժողովը ու Ռուսաստանը սարսափեց իր կենսագրությունից, այ Ռուսաստանը կանգնեց հայելու առաջ և սարսափեց այդ տգեղությունից ու հանգցրեցին, դա ոչ թե դարձրեցին օրենք կամ որոշում, Գոսդումայի որոշում, այլ սարսափած Ռուսաստանը իր կենսագրությունից, իր 70-ամյա կենսագրությունից այնքան վատ զգաց, որ հանգցրեց, որոշեց, որ քաղաքական գնահատական պետք է, բայց նախադեպ որպես դա շատ հետաքրքիր է, հիմա մենք հայտարարում ենք, եթե մենք հնարավորություն ունենանք, երևի ես փորձեմ դա ձևակերպել, օգտվելով իմ սովետական ծագումից, ուրեմն մենք հիմա ասում ենք, այս ազգային ժողովը որևէ առաքելություն պետք է ունենա, օրինակ նախորդը ուներ, դրա նախորդը նույնպես ուներ առաքելություն, տեսեք, ինչ հետաքրքիր բաներ են, մենք կարող ենք ազգային ժողովներին իրենց մականուններով, դա առաքելություն չասեք, կլիչկա, օրինակ նախորդ ազգային ժողովը, Ալեն Սիմոնյանի ազգային ժողովը, Եվրաքվեի այդ քաղաքացիական նախաձեռնությունը դարձրեց օրենք, Եվրոինտեգրացիայի, այսինքն ինչով կհիշվի նախորդ ազգային ժողովը, որը դեռ կա, վերջանում են օրերը, դա օրենք ընդունեց Եվրոինտեգրացիայի մասին, դա Ալեն Սիմոնյան կարելի է գրել, տապանակարի վրա էլ թող գրեն Եվրոինտեգրացիա, եթե այլ բաներ չանի, դրանից առաջ կար մի ազգային ժողով,
որ ինտեգրվեց, այսինքն զրկեց Հայաստանը ինքնիշխանությունից Եվրազիական միությանը, Մաքսային միությանը։ Այդպիսի ազգային ժողով ենք ունեցել եւ իմ մականուններից մեկը Գերագույն խորհրդի պատգամավոր եւ անկախություն հռչակած ազգային ժողով ենք ունեցել մենք, պետականություն ձևավորած ազգային ժողով։ Հիմա ես շանս տեսնում եմ, որ այս ազգային ժողովը արդեն դեռ չսկսած իր աշխատանքները մի փոքր օրակարգ ունի, դա գնահատական տալն է ռուսական դարաշրջանի, ռուսական էպոխայի գնահատականը, ցարական ժամանակներից, գուցե սկսենք Եկատերինայից, սկսենք այդ ժամանակներից եւ գնահատականը, ինչ տեղի ունեցավ, ինչ դեր կատարեց Ռուսաստանը հայ ժողովրդի կյանքում, դա մեծ մասշտաբով կարելի է այդպիսի հանձնաժողով ստեղծել, հանձնաժողովը թող դրանով զբաղվի, բայց որպեսի շատ ծանր բեռ է, դա շատ ծանր է, 200 տարվա սկսենք Խաչատուր Աբովյանից ու գանք հասնենք մինչև մարտի 1-ը։ Բայց թացը չորից, եթե չկարողանան ճիշտ տարբերել, Տեսեք, եթե ճիշտ գնահատական չտրվի, դա շատ վտանգավոր է։ Պատկերացնում եք, այդ շարանը շարունակվի բոլշևիզմի անվան տակ, բոլշևիկների անվան տակ, հայրենասեր հայորդիներին էլ այսպես հեշտ է սրբիտանի Ռուսական իմպերիան ունի իր ինքնագնահատականները։ Հիշատակը նրանց։ Տեսեք, դեկաբրիստներ Եկատերինայի եւ Պավելի մասին Ալեքսանդր առաջինի հայրասպանության մասին, դեկաբրիստների մասին, դրանք բոլորը կամ արքայադավության մասին սպանված իմպերատորները Ռուսաստանի, դրանց բոլորի վերաբերյալ ռուսները տվել են գնահատականներ, նախորդի վերաբերյալ, այսպես ասենք, ռուսական ավանդություն կար, նախորդ իշխանության վերաբերյալ իրենք տվել են գնահատական, այդ գնահատականը միշտ եղել է սարսափելի։ Բայց տվյալ դեպքում դուք իշխանության մասին չեք խոսում, դուք անհատների, արդեն անհատների գնահատական, ասեցիք Պապ եւ Ամիրյան։ Հեշտացրեցի։ Պապ եւ Ամիրյան դա հեշտացրեց, խորհրդանշական է, հուսադրող։ Ես ասեմ, հուսադրող է, որ քանի որ Ամիրյանին վտարեցին, Պապ թագավորին բերեցին, նշանակում է մյուսներին Ամիրյանի գործընկերներին, հանցակիցներին նույնպես հարկավոր է վտարել։ Այդ իմաստով չեք տեսնում այդտեղ։ Չէ։ Ես ասում դա շատ հեշտ է։ Կա սովետական միության ինքնագնահատականը։ Տեսեք, կա հակատրոցկիզմը, շատ լուրջ տրոցկիզմը դա հարահրել պրոլետարական հեղափոխություններ աշխարհում, համաշխարհային քաղաքացիական պատերազմ հրահրել, տրոցկիզմը դա էր, եկավ ստալինիզմը, առանձին վերցված մի երկրում ավարտել քաղաքացիական պատերազմը եւ աշխարհը գրավել զինված ուժերով, զենքի ուժով, սվիններով գրավել, դրանց վերաբերյալ տրոցկիզմի վերաբերյալ կա ստալինիզմի գնահատականը, ստալինիզմի վերաբերյալ շատ լավ գնահատական, մեծ գնահատական կա դա 20-րդ համագումարն է, սովետական միության կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը գնահատում է, սարսափելի, մեզ համար, հայերիս համար դա կարևոր է, ուղղակի կարող ենք ասել դուք ձեր մասին այսպիսի կարծիք ունեք, մենք համաձայն ենք ձեր կարծիքի հետ, հետո եկավ Խրուշչովյան օտտիպել, հալոցքը, այդ հալոցքի մասին կա Բրեժնևյան գնահատականը, այդ բոլորի մեջ մենք կանք, երբ որ ես ասում եմ գնահատենք ռուսականության դերը, Ռուսաստանի դերը, ռուսական իմպերիայի դերը մեր կյանքում, լուսանցքում մի փոքր բան ասեմ, դեկրետ о семье, ուրեմն 1917 թվականին Ռուսաստանում դեկտեմբերին հեղափոխության ընտանիքի մասին դեկրետ գրեցին եւ մեր մասին գրված էր այդ աբորիգեններին տուզեմցի, для տուզեմցով իջեցնել ամուսնության տարին աղջիկների համար 16-ից դարձնել 13, տղամարդկանց համար 18-ից իջացնել 16, մենք 1700 տարի հայ ժողովուրդը, ես ուզում եմ համեմատենք, ուր ենք ընկել մենք, շատ առաջադեմ այդ դեկրետը մեր համար
դեգրադացիոն դեկրետ էր մեր մոտ Արշակ երկրորդի ժամանակ հրովարտակ է եղել աղջիկը պետք է ամուսնանա առնվազն 16 տարեկանից հետո 16 տարեկանից պակաս տարիքում աղջկան ամուսնացել է նշանակման սեռական բռնություն մենք այդպիսի 1700 տարի առաջ այդպիսի օրենք ենք ունեցել գրավոր կա այդ օրենքը դուք պատկերացրեք մեզ մեր գնահատակը բոլշևիկների մեզ որպես տուզեմցի նախադասությունը ես հիշում եմ տուզեմցի տեղաբնիկներին 13 տարեկանից թող աղջիկներն ամուսնանան 16 տարեկանից էլ տղաներին այսինքն գրանցվի ամուսնությունը քաղաքացիական ԶԱԳՍ-ում ես ասում եմ թե ուր ենք բոլոր հարցերում դուք պատասխանում եք հետնահանջ ենք ունեցել դե տեսեք ես ասում եմ մենք 1700 տարի առաջ օրենք ենք ունեցել արքայական հրաման հիմա պատկերացրեք Ռուսաստանի ինքնագնահատականները այ ռուսականության տեսեք ես ես կասեի օրինակ Գրչակովի հրամանները հանել հայկական հարցը Եվրոպա որտեղ Եվրոպան ամեն անգամ գալի ասում էր մենք ճանաչում ենք հայ ժողովրդի պետության իրավունքը որովհետև իմպերատորները Հռոմի, Գերմանիայի, Ֆրանսիայի թագավորը, Բրիտանիայի թագավորը, Իսպանիայի, Ավստրո-Հունգարիայի իմպերատորը, Բյուզանդիայի իմպերատորը ճանաչել են Ալեքսանդր Մակեդոնացին ճանաչել է հայ ժողովրդի պետության իրավունքը որպես դաշնակցի ոչ թե որպես պրովինցիայի այ հայկական պետության հայ ժողովրդի կարգավիճակի օրիգինալությունը առանձնահատկությունը որպես պրովինցիա չեն ճանաչել մեզ բացի ռուսներից Պարոն Օշակյան, դες կպատասխանենք կարողանայիք պահել։ Չէ, տեսեք ուր ենք գնում։ Կարողանայիք Հիմա պահում ենք, մենք այդ պահապաններից մեկն ենք, մենք երկուսով եւ մեր փորձում ենք, չէ, մենք երկուսով չէ։ Մենք երկուսով եւ նրանք ովքեր որ հիմա մեզ նայում են։ Տեսեք, պատմության ընթացքում հայ ժողովրդի կարգավիճակը եղել է պետական, ոչ պրովինցիալ։ Ես ասում եմ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից Սուլլայի մասին, Լուկուլասի, Ներոնի մասին չեմ խոսում։ Ճանաչվել ենք որպես պետական ժողովուրդ ու ամեն անգամ Եվրոպան, արևմուտքը ամեն անգամ երբ որ արևելքի մասին, մերձավոր արևելքի մասին խոսել է հայկական պետություն, հայերի պետությունը, ուրեմն ամեն անգամ ռուսները հանել են պետականության իրավունքը, 3 պետություն, մեկը եվրոպական, ուրեմն Թուրքիան Պարսկաստանը եւ Ռուսաստանը որպես եվրոպական պետություն չեն ճանաչել մեր պետություն ունենալու իրավունքը։ Ես դրա համար ասում եմ, նայենք Արմյանսկայա օբլաստ, որ լիկվիդացրեցին, հենց այնպես չէր, որ դա կոչվում էր Արմյանսկայա օբլաստ, դա մանդատ էր, որ Ռուսաստանը ստացել էր հայկական պետություն ստեղծելու Ինստիգրանը Անգամ դետողություն արեց ասեց ոչ թե ստեղծելու, այլ ստեղծելու։ Մենք այսինքն Ռուսաստանը պարտավորվեց վերականգնել հայկական պետությունը։ Սկզբից Արմյանսկայա օբլաստ, потом Արմյանսկայա царство Մեխանգարեկ։ Ինչու պետք է Ռուսաստանը դա աներ։ Դուք ասում եք, դա ինչու մենք չենք կարողանում պաշտպանել մեր պետականությունը եւ Ռուսաստանը պետք է վերականգներ մեր պետականությունը։ Վեստֆալիայից հետո բոլոր եվրոպացիները ճանաչում էին սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ կադաստրային փաստաթուղթը համարվում էր անձեռնմխելի, որպեսզի Ռուսաստանը կարողանա իրեն հռչակել գերտերություն քրիստոնյաների պաշտպան։ Խաչակրած արշավանքեր դա։ Պասկևիչը խաչակիր էր, Ռիչարդ երկրորդը խաչակիր էր, Բարբարոսը այդ իմպերատոր Գերմանիա խաչակիր էր, Սավոյները իշխանները այսօր կան դեռ, Լուզինյանները դրանք խաչակիր էին, այ Ռոմանովները իրենց հռչակեցին, խաչակիրացեցին, մենք էլ ենք խաչակիր, ազատագրում ենք, օգնում ենք քրիստոնյա ժողովրդին, հայ ժողովրդին կվերականգնի իր պետությունը։ Դա մանդատ էր, որ ինքը իրեն այդ Վիեննայի կոնգրեսին Ռուսաստանին դրա համար հրավիրեցին, ասեցին դու ես խաչակիր, դու ես քրիստոնյա, դու ես եվրոպական արժեքներով ապրում, ազատագրի հայ ժողովրդի համար պետություն, մենք հույների համար դա արել ենք,
Հունաստանի համար արել ենք, Իսպանիայի համար արել ենք, ռեկոնկիստայի մասին է խոսքը, Իսպանիան ազատագրել տվել ենք Իսպանիայի ժողովրդին, 71 թվին էլ Իտալիան հանձնեցինք իտալացի ժողովրդին, և գիտեք ինչ տվեցին Իտալիային, Իտալիան ինչ ստացավ անկախության հետ միասին, հայկական պետության հովանավորի պաշտոնը ստացավ Իտալիան, այդտեղ էր որ Գարշակովն ասեց չէ, Իտալիան դեռ պետություն չի, հանեք հայկական պետության գաղափարը օրակարգից, ռուսները հանեցին, Արմյանսկայա օբլաստը հանեցին, ես անուն ազգանունով եմ ասում, չէ Գարչակով, դրանք հիմա իրենց մոտ իկոնա է Գարչակովը, Մարիա Զախարովայի և Լավրովի պաշտամունքի առարկան, հաջորդը Լոբանով Ռոստովսկին չի հայատյացը, հաջորդը Սազոնովն է, որ ասեց թող թուրքերը կոտորեն հայերին, որպեսզի Ստամբուլից մենք թուրքերին տեղափոխենք Հայաստան Դոնի մարզից, հարավային Ռուսաստանից ռուսներին տեղափոխենք Ստամբուլ, Սազոնովն էլ արգելեց հայկական պետության գաղափարը, որովհետև նորից իտալացիներ եկան, ասեցին մենք հայտարարված ենք, Իտալիայի թագավորը նաև Հայաստանի թագավորն էր, մինչև հիմա այդ տիտղոսն ակարում է, մենք հռչակված ենք Հայաստանի թագավոր, մեր տարածքը որն է, հայ ժողովրդի տարածքը, արևմտյան Հայաստանում, և վերջինը մի ռուս էլ կար, որ ճանաչեց հայկական պետության գոյությունը արևմտյան Հայաստանում, Լենինի Թուրքը Հայաստանի մասին, Թուրք Հայաստանի ժողովրդի ինքնորոշման իրավունք, որ գրել է Վահան Տերյանը, մի անգամ ռուսները, տեսեք, Արմյանսկայա օբլաստից հետո, մի անգամ ռուսները ճանաչեցին հայկական պետության գոյության իրավունքը Տաճկա Հայաստանում, Վահան Տերյանը գրեց հայերի ինքնորոշման իրավունքը, դրանից հետո, ես դա եմ ասում, որ դրանից հետո մտան, ջարդեցին, փշրեցին, 30,000 քառակուսի կիլոմետր տվեցին եվրոպացին, ասեցին, դե հետո մենք թողնում ենք էլի, Վանուշ Խանամիրյանը, Սոֆի Դևոյանի հետ թող երկեն պարեն, այն ժամանակ չկա ինչ է դրանք, ուրիշներն էին, Ավլեմ Թափեմ Փոշին, թող երկեն պարեն, Կոմիտասը չէ, ուրեմն ռուսները թողեցին այս պետությունը, որ մնա, հիմա ես ասում եմ, մի գնանք, մի հատ հետ գնանք, գնահատենք, իրենց գնահատականները տանք, 20-րդ համագումարը վերցնենք արտագրենք մենք, ասենք դուք այսպիսին եք եղել, ոչնչացրել եք ձեր մտավորականությանը, այդ թվում մեր մտավորականությանը, երկրորդ համաշխարհային պատերազմի գնահատականը տանք, մենք տանք, ես ես ասեմ անձնական բան, իմ պապը 4 անչափահաս երեխա ուներ, Ղևոնդ պապը, 4 անչափահաս երեխա, տարան ֆրոնտ Ղրիմում զոհվեց, բայց 4 երեխա ունեցող տղամարդին դուք որ տանում եք բանակ, այն մեզ այդպես են տարել բանակ, Գերմանիայի դեմ կռվել ենք Ռուսաստանի համար, հիմա Ռուսաստանը իր տոնն է համարում դա, մենք չկանք, եթե սովետական միությունն էր, մենք սովետական միություն ենք, որ ինչ եք դուք յուրացնում սովետական միությունը, հիմա ասում են մենք ենք, այսինքն դա մականունն էր SSR-ը Ռուսաստանի, տանք այդ գնահատականը, մենք տանք, իրենք տվել են, ես ասում եմ Շախրայի, հանձնաժողովի փաստաթղթերը, եզրակացություն դարձրեցին, օրենք վերցնենք արտագրենք մենք, իմանանք, այդ որ ասում են դարավոր բարեկամություն, եղբայրություն, Սազոնովի, Լոբանով Ռոստովսկու, Յուդենիչի բարեկամն ենք մենք, Գրիբայեդովի բարեկամն ենք, Պուշկինը մեր բարեկամն է եղել, ես ասեմ, գիտեք ով է բարեկամը եղել, Վլասովը, գեներալ Վլասովը, որ ասում էր հայ ժողովուրդ, Գերմանիայի հաղթանակից հետո դուք կստանաք ձեր պետությունը, բոլոր ժողովուրդները Ռուսաստանի, գերի ժողովուրդները, Վլասովը, դուք ձեր պետությունը կստանաք, 1944 թվականին Պրագայում, ես ծանոթ ռազմագերիներ
ունեի մեր հարևանները։ Ես ինքս գուլագում վլասովականների հետ նստել եմ, նրանք դուք պատկերացնեք մեր թշնամին Վլասովն է, որովհետև Վլասովը հայ ժողովրդին խոստանում էր անկախ պետություն։ Այսինքն Ռուսաստանի թշնամին մեր թշնամին, իդեպ Ներոնն էլ մեր թշնամին է։ Ներոնին գիտեք ինչու էին մեղադրում, որ աջակցում է հայկական թագավորությանը, հայոց թագավորին, Հռոմում նրան դրանում մեղադրում էին։ Մենք ասում ենք, ինչ վատ մարդեր այդ Ներոնը, այլանդակի մեկն էր, օգնում էր հայերին, հայկական պետությունը աջակցություն էր ստանում Հռոմից։ Վերջացնեմ միտքս, երկար տևեց, որտեղ ես ուրիշտեղ չեմ լսում, այ ես կուզենայի ինչ-որ մեկը սա ասեր, ես արտագրեի։ Հիմա ես ասում եմ, որ պետք է գնահատական տրվի, ոչ միայն այս 30 տարվա, 30 տարին այն 200 տարվա մեջ մտնում է, 35 8 տարին հանում ենք հիմա մենք, 8 տարին էլ է մտնում դրա մեջ, այդ քանի հոգի մտան ազգային ժողով, այդ քանի հոգին են մտել ազգային ժողով, նրանք շարունակում են Սազոնովի, Լաբանով Ռոստովսկու, Նիկոլայ Առաջինի, Գրիբայեդովի, Պուշկինի, ում մոռացա, շո մեկին բաց թողեցի, Յուդենիչի գործը շարունակում են այս ազգային ժողովի ընդդիմությունը, տեսեք ում են նրանք ընդդիմություն, անոնց որ թող ստեղծի այս ազգային ժողովը կարճետևելու, ես ձեր գրառումները տեսնում եմ, ես գիտեմ դուք ինձ ինչ եք հարցնելու, այս ազգային ժողովի կյանքն էլ է կարճ տևելու, գիտեք ինչի համար, որովհետև լեգիտիմ չի, ազգային ժողովի մի մասը զավթված է, ապօրինի է, օտարերկրյա զավթիչների ներկայացուցիչներ են, շահերի պաշտպանն են, մենք դա ճանաչել ենք, մենք դա գիտենք, այդ դրա վերաբերյալ կա քրեական հետապնդում, վարույթ, մենք ունենք ուրիշ փաստաթուղթ, Եվրոմիությունը մեզ տվել է փաստաթուղթ, քրեական դատարանը մարդու իրավունքների, դրանց ճանաչել է հանցագործ, քաղաքացիական պատերազմ հրահրող, խաղաղ ցուցարարներին գնդակահարող, Մարտի 8-ի մասին եք խոսում, Մարտի 1-ի մասին եք խոսում 2008-ի։ Կա այդպիսի դատավճիռ, հանցագործության վերաբերյալ կա դատավճիռ, դրանք գնդակահարել են մեր քաղաքացիներին, նրանք ազգային ժողովում ներկա են, չի կարող այդպիսի ազգային ժողովը լինել օրինական, չի կարող այդպիսի, չկա, ոչ մի բան չկա, այ մենք դրա մասն ենք խոսում, գնահատենք, որ գնահատենք կգան կհասնենք մինչև այսօր ոնց կարող է Հայաստանի օրենսդիր մարմնում լինել կազմակերպություն, որը կազմակերպել է քաղաքացիական պատերազմ, գնդակահարել է քաղաքացիներին, հրաման տվող կա, անուն ազգանունով, ազատության մեջ է, օրինական չի այս ազգային ժողովը, ուրեմն նա երկար կյանք չի ունենա, ճիշտ այնպես, ինչպես նախորդը, այն մյուս նախորդը, ես մեկ 17-ից մինչև 18 թիվը մի ազգային ժողով ունեինք մենք։ Այսինքն կարծում եք արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել։ Դուք ինձ գիտեք ինչ եք հարցնում մի քիչ առաջ, ասեմ, բաց բերանություն անեմ։ Ասեք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ազգային ժողովի Սկզբում ասեց 100%-ը, հետո իրեն շտկեց, ասեց 70%-ը իրական չէ։ Ասեց ինձ տված ձայները։ Բաց բերանենք մենք միասին։ Այո, ինձ տված ձայները իսկական են, իրական են, իսկ ընդդիմության տված ձայները կեղծ են։ Սկզբում ասեց 100%, իրեն դատի տվեցին իմիջիայլոց մարդիկ, ովքեր ասում էին մենք սկզբունքային մեր որոշում սկզբունքորեն ենք գնացել եւ ընտրել, ասենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ դուք ասում եք ես կաշառք եմ վերցրել։ Եվ նա շտկեց իր խոսքը, ասեց 70%-ն է ոչ իրական, կեղծ։ Եվ իմ հարցն էր, դուք արդեն սկսեցիք պատասխանել այդ հարցին,
Արդյոք եթե այդպես է, նշանակում է ազգային ժողովի առնվազն կեսը ըստ Փաշինյանի կեղծ է, ուստի ամբողջ ազգային ժողովն է կեղծ։ Իմ սադրանքը ստացվեց։ Դուք այո։ Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հայտարարություն արել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչով եք ուրախ, ինչու եք։ Մի անգամ Որ ազգային ժողովը, ներկայիս ազգային ժողովը 2017 թվականին ճիշտ այդպիսի մի բան կար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ասեց, որ ազգային ժողովի 70%-ը ապօրինի է, բայց իմ հավաքած 120,000 ձայնը օրինական է, ես գնում եմ ազգային ժողով 17 թվին 2017 թվականին Նիկոլն ասեց, որ ես գնում եմ ազգային ժողով, գործ կա ազգային ժողովում, ես ասում եմ մի գնա, թող 100%-ով լինի ապօրինի եւ այլն։ Ինչ տեղի ունեցավ, մի տարի հետո Նիկոլ Փաշինյանը այդ 70%-ին կամ 80, քանի տոկոս է, կարևոր չի, մեծամասնությանը դուրս շպրտեց ազգային ժողովից։ Հիմա ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա ինքը իրեն եւ ինքը հեղափոխություն Եվ ինքը այս անգամ էլ մանավանդ հմտություն ունի, ձևը գիտի։ Բարի, հասկանալի։ Ուրեմն այս ազգային ժողովի կյանքը կտևի ճիշտ այնքան, ինչքան որ Նիկոլ Փաշինյանի համբերությունն է, ինչքան կհանդուրժի։ Ինչ ասել է կհանդուրժի Նիկոլ Փաշինյանը։ Ոնց պետք է, Ինչին պետք է չհանդուրժեց մի տարի համբերությունը Նիկոլ Փաշինյանի բավարարեց մի տարի 17 թվականից մինչև 18 թվի ապրիլ թե մայիս ամիսը։ Մայիս ամիսը մի տարի տևեց, չէ։ Հիմա ես օրացույցում նշան եմ անելու։ Այս ազգային ժողովի մի տարին երբենք տալու։ Նիկոլ Փաշինյանը հմտություն ունի ազգային ժողովը ցրելու, երբ ինքը հայտարարել է, որ դրա մի մասը ապօրինի է։ Մենք որ սպասենք։ Հասկանալի է, հետաքրքիր էր ձեր մեկնաբանությունը Փաշինյանի։ Ուզում շարունակեմ այս ազգային ժողովի բովանդակության մասին։ Հա, ինչ անեն։ Գովազդ պիտի հայտարարենք եթերում եւ շարունակեք, այո, եթե բովանդակության մասին ուզում եք խոսել, նախապես այդ հարցը։ Տեսնենք, գովազդից հետո։ Գովազդից հետո։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
լավագույն պաղպաղակ։ Բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ։ Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Ազատ Աշակյանի հետ, հասարակական քաղաքական գործիչ։ Եվ այսպես մենք զրուցում ենք եւ խոսում ենք արդեն ձևավորված ազգային ժողովի մասին։ Դուք ասացիք, որ նախորդ եւ դրան նախորդող ազգային ժողովները ունեցել են առաքելություն, որն է ըստ ձեր կարծիքով կամ որը կուզենայիք, որ լիներ, կամ կուզենայիք դա մի բան է, իսկ փաստացի կարծում եք, որ կլինի այլ բան է, առաքելությունը այս ազգային ժողովի։ Դուք խոստացաք գովազդից առաջ, որ խոսելու ենք ներկայիս ազգային ժողովի բովանդակության մասին։ Ես քանի որ դիսկրետ մտածելակերպ ունեմ, զախլիկ եմ, ճյուղավորում եմ, սիրում եմ ճյուղերի հետևից գնալ, հետաքրքրում է, ջազմեն եմ էլի։ Ուրեմն առաքելությունը, եթե 3-4 մասի բաժանենք, հաշվենք, տեսնենք ինչքան է, ուրեմն գերագույն սովետ գերագույն խորհուրդը 90 թվականից, այդ առաջինը, պետականաշինության 1400 որոշում եւ օրենք ընդունեց պետության մասին։ 1000 չկան։ 1400, ուտե 1350 կամ 1520։ Դե մոտ էլի։ Հա, 1005 ասենք, հա։ Թվաբանությունը մի կողմ թողնենք, բայց 1000-ից ավել որոշում եւ օրենք ենք ընդունել, գիշեր ցերեկ աշխատել ենք։ Ես ասում եմ, որ մասնակցել եմ դրան, հպարտանում եմ դրանով ու պահում եմ իմ մականունների մեջ դա եմ գրում, ուրիշ բաներ եմ ես արել, չեմ հիշում դրանք, չեմ ուզում հիշեք։ Ուրեմն դա առաքելություն էր, պետականաշինություն, վերականգնվեց հայկական պետությունը, գերագույն սովետի, գերագույն խորհուրդը, սկզբից մի 40 օր գերագույն սովետ էր, գերագույն խորհուրդը դա արեց եւ Արցախը միացրեց Հայաստանին։ Թղթի վրա։ Զորքը մտավ, մեր զինվորը կանգնած էր սահմանին, գերագույն սովետի։ Համարում եք միանալ, լավ։ Մեր զինվորը որտեղ կանգնած է, դա մերն է։ Ասում է Պուտինը։ Բոլորն են ասում, դա է կարգը։ Այո, Թրամփն էլ դա է կարգը։ Մեր զինվորը կանգնած էր Արցախում, ուրեմն Արցախը մերն էր։ 30 տարի, 5 տարի, ինչքան որ կար։ Հաջորդը ազգային ժողովը, որը Հայաստանի Հանրապետություն անկախությունը չեղյալ համարեց, որ Հայաստանը միացրեց Եվրազիական միությանը, Մաքսային միությանը։ Դրանք առաքելություն չեն, դրանք դա հանցագործության մասին է։ Հաջորդ ազգային ժողովը, որ կարևոր բան արեց, Եվրոինտեգրացիայի մասին օրենք ընդունեց։ Դա 3, չէ՞։ Երրորդը։ Այո, դա երրորդ։ Այսինքն մնաց այդ ազգային ժողովին, այ գնան մարդիկ գնան, որ իրենց տապանակարի վրա, որ գրվի աստանք չի, դա թող նրանց վրա մնալու է քվեակողների վրա, կարող են անուն ազգանունով այդ պատ պետք է մենք ունենանք, ովքեր ասացին այո։ Ովքեր ասացին այո, լուծարմանը, ովքեր ասացին այո վերականգնմանը հայկական պետության, այդպես էլ այդ ազգային ժողովը։ Ես հիմա ասում եմ, որ այս ազգային ժողովը կարող է ունենալ առաքելություն գնահատականը հայ ժողովրդի եւ Ռուսաստանի հարաբերությունների գնահատականը, ոնց ուզում եք գրեք անունը, քաղաքական գնահատականը, այ հետ գնանք մինչև Պասկևիչի բանակի ներխուժումը տարածաշրջան, գնանք այդքան հետ, Պասկևիչի հենց որ մտավ Երևանի խանություն,
այդ ժամանակներից սկսենք ինչ բերեց Պասկևիչը հայ ժողովրդին, ռուսական իմպերիան ինչ բերեց, հենց որ ասենք մետրո, կասեմ Բելգիայում մետրո չկա, 30,000 քառակուսի կիլոմետր է Բելգիայի տարածքը, 9 միլիոն բնակչություն ունի, ամեն ինչ ունի։ Ինչ խորությամբ տա անցած ուղու գնահատականը, ինչ խորությամբ, որ դարից կամ որ թվականից։ Ես ասում եմ, Պասկևիչի բանակը հենց որ մտավ Հայաստան։ Լավ։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ։ Այդ գնահատականը թող տրվի։ Դա ոչ օրենք է, ոչ օրինագիր։ Չէ օրենք։ Օրենք պետք է լինի։ Դա գնահատական հենց այնպես է, Շախրայի արեց Ռուսաստանի, հիմա Ռուսաստանը պատերազմի մեջ է աշխարհի 56 պետության հետ։ Եթե Շախրայի այդ եզրակացությունը դառնար օրենք, Ռուսաստանը այսօր չէր կարող պատերազմ սկսել հարևան երկրի հետ։ Ուրեմն այս ազգային ժողովը հակասություն չլինի, ասեցի Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի ազգային ժողով ծրելու, լուծարելու սովորություն ունի։ Անենց որ այս ազգային ժողովը, բացի այն, որ ապօրինի հայտարարվեց ու ծրվեց կարճ ժամանակ հետո, ուրեմն պետք է հասցնի հանձնաժողով ձևավորի, ու այդ հանձնաժողովը, ես ասում եմ, շատ հեշտ է, հավաքված են բոլոր նյութերը, Ռուսաստանը շատ թափթփված է, անլվա են ասում ռուսները, իրանք իրենց, էդ էլ ես չեմ հնարել, նիմիտա է Ռասիա գիտեք չէ, անլվա Ռուսաստանը այդ հարցում միշտ լվացված է, իր գնահատականները ունի, ուրեմն այս ազգային ժողովի առաքելությունը կլինի, որ ինքը այդ հանձնաժողովը ստեղծի եւ գնահատականը տա, հետո Նիկոլ Փաշինյանը կլուծարի, ուրախ կլինենք, որ լուծարի։ Եթե այդքան միահամուռ լինի եւ համերաշխ լինի, էլ ինչ է լուծարում։ Չէ։ Եթե ազգային ժողովը գնահատական տա, դա նշանակում է ազգային ժողովը միակարծիք է, Չէ, դիմադրելու են, ոչ իրենց գնահատականն է լինելու։ Ես դրա համար եմ հարցնում, ինչպես եք պատկերացնում։ Պայքար է լինելու, զգուշորեն իրար քաշքշելու են։ Այդ Երագույն Սովետում դուք կարծում եք հենց այնպես հեշտ էր, քաշքշում էինք իրար։ Գիշեր ցերեկ աշխատում էինք ու ատում էինք իրար։ Ատելությունը դա պրոգրեսի պատճառ է։ Լավ, բովանդակության մասին սա կարճ այն ինչ ասեմ։ դուք կցանկանայիք, որ լիներ։ Այո, դե Իսկ շուտով հիմա այն ինչ մենք ունենք։ Հիմա գիտեք, մենք ունենք օրակարգ, ազգային ժողով ընտրված պատգամավորները, խմբերը, խմբակցությունները, քաղաքական ուժերը օրակարգ չունեն։ Ես մասնակցել եմ ընտրություններին։ Օրակարգ ունեին երկու կազմակերպություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Մենք պայքարողները այդ հանցագործ ռեժիմի դեմ պայքարողների, դուք գիտեք, որ Արման Բաբաջանյանից սկսած հանուն հանրապետության կուսակցության ձևավորած թիմը, գրեթե բոլորս այդ իշխանությունների օրոք ազատազրկվել ենք որպես պայքարող։ Անուն ազգանունով կասենք Վովան Առաքելյան, Վարդան Մալխասյան, Ազատ Արշակյան, Արման Բաբաջանյանը, Քրիստինեն Աբրամյան, բոլորս բան ենք, սրոք ենք ստացել այդ Ալիևի կոմիսարների իշխանության օրոք։ Մեկը դա էր օրակարգ ուներ, այսպիսի օրակարգ, գնահատական տալ քաղաքական։ Երկրորդը ես համարում եմ, որ Գուրգեն Սիմոնյանը ուներ օրակարգ։ Այդ երկու ուժերն էլ ազգային ժողովում չկան։ Օրակարգ ունեցող քաղաքական ուժերը ազգային ժողով չեն մտել։ Բևեռություններ, օրակարգ։ Բևերը ես չգիտեմ։ Դե Նրանք նայեց որ օրը։ Տեսեք, Բևերը ուներ երկու օրակարգ, մեկը անկախությունը, մյուսը անկախության կողմնակից լինելով մենք գաղութացմանը կողմ ենք։ Հիմա իրենք ում հետ են, նրանք ակնհայտորեն պաշտպանում են ռուսական իմպերիայի շահերը, իրենց վերջի հայտարարությունները դրա մասին են։ Ես սկզբինն էլ գիտեմ, ես դրա համար իրենց հետ չեմ։ Բևերը անկախական չի, ոչ մի անգամ էլ չի եղել։ Ես ես կհրավիրեմ Բանավեճի այնտեղ։ Բանավեճի իմ կարծիքը ես չեմ ուզում վիճվի, դա վիճարկման ենթակա չի։ Չէ, պարզապես դուք ասում եք չունեին ուրիշները ծրագիր չունեին։ Մենք չենք խոսում նախընտրական։ Լավ, դա նախընտրականի մասին էր խոսքը, մենք հիմա եկեք տեսնենք ովքեր որակել են
անցել են ազգային ժողով Նրանք չունեն օրակարգ, այսօրվա օրակարգը Բևերը մասնակցել է Եվրաքվեին, ուրիշ ոչ մի բան որ չասեմ, այդ ստորագրահավաքին մասնակցել է, բոլոր նրանք ովքեր չեն մասնակցել ստորագրահավաքին, նրանք կողմ են եղել Եվրազական միությանը, այո ոչի հարցը դրված եղել, դուք ում կողմից եք, ուզում եք մենք Եվրոպային միանանք, թե մնանք Եվրազական միության մեջ, ճիշտ այնպես ինչպես 1990 թվականին 91 թվականին դրված էր, մնանք սովետական միության կազմում, թե դուրս գանք, ուրիշ տարբերակ չի գրվում, մնում ենք, թե դուրս են գալի, այս անգամ էլ, այսօր մենք շատ ենք խոսել Տիգրան Խզմալյանի մասին միջանցքում, Տիգրան Խզմալյանի նախաձեռնություններ, ստորագրահավաք, մասնակցել է Բևերը ստորագրահավաքին, չի մասնակցել, դրանցից որ մեկն է մասնակցել, միակ ուժ որ հետո միացել է ազգային ժողովում ներկա, դա քաղաքացիական պայմանագիրն է, որ միացավ, ուզում եմ ասել, որ հենց որ ինձ ասում եք բանավեճի հրավիրեմ Բևերետ, ինչի բանավեճի, ստորագրահավաքին մասնակցել եք, լավ, ուրեմն անկախության մասին եղել է ակցիա, եղել է պայքար, ով մասնակցել է, նրանք կարող են դրոշը բարձրացնել, ով չի մասնակցել, թող իրենց դրոշը պահեն։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ազատ Արշակյանի հետ, սակայն ինձ հուշում են, որ արդեն եթերի հատկացված ժամը սպառվել է, ABC TV-ի մասին է խոսքը, ուստի ես, բայց ես շարունակելու եմ զրույցը պարոն Արշակյանի հետ, ես կհնչեցնեմ հարցը և եթե ցանկություն ունեք շարունակելու դիտել մեր հարցազրույցը, կարող եք միանալ մեր ուղիղ եթերի հեռարձակմանը, մեր այլ հարթակներում, իսկ ձեզ ես հրաժեշտ եմ տալիս բարի գիշեր, և հարցս հետևյալն է, դուք ասում եք ներկայիս ազգային ժողովը չունի օրակարգ, այդ դեպքում ինչով են զբաղվելու պատգամավորները մեր հարկատուների տված փողերով։ Ճիշտ այնպես ինչպես նախորդ ազգային ժողովը, այսինքն գործող այսօր դեռ գործող ազգային ժողովը, եթե հանում ենք եվրոինտեգրացիան, եթե դա հանում ենք, ես ասում եմ, որ այդ դա իրենց ակտիվում կա, քվեարկությունը Եվրոպայի օգտին կա, դա մնացած ամբողջ գործունեությունը մեր հարկատուների հաշվին եղել է ուրախ ավտոբուս, քննարկվել է իրավապահ մարմինների արդարադատության համակարգի տեղեկանքների աշխուժ քննարկում լեզվակռիվ արդարադատության համակարգի տված տեղեկանքների հիման վրա այդ հակակոռուպցիոն ծրագրերը լեզվակռիվ դրա վերաբերյալ այսինքն դա անհետաքրքիր է, դա հարկավոր է առանձին եթեր հատկացնել որևէ ծրագրի, լավ կլինի, որ հանրայինով, այդ հրավիրեն տեցիկռուգում, այդ տեցիկռուգում այդպիսի բան ստեղծեն ամֆիթատրոն, ու այնտեղ այդ հանդիպումները անցկացնեն քրեական ենթամշակույթի վերաբերյալ Ոչ ազգային ժողովում։ Ազգային ժողովը ունի ուրիշ ֆունկցիա, օրենսդիր, օրենքները, ամենակարևոր մարմինն է, որովհետև մյուս ինստիտուտները, այդ թվում վարչապետը, նախագահը, դատավորները, բոլորը նշանակվում են ազգային ժողովի կողմից, ազգային ժողովն է, մեր երկրի ղեկավարը ազգային ժողովի նախագահն է իրականում, մյուսները հրավիրյալներ են, լեգիոներ են, ուրեմն նրանք պետք է զբաղվեն պետականաշինությունով, հիմա այսօր դա չկա, տեսեք ես ասում եմ գնահատականը չկա, դու գիտեք ձեր մոտ երևի ասել եմ, Երևան քաղաքի կենտրոնում կա օկուպացիոն բանակի հուշարձանը, հուշակոթողը, գրված է վրան, հայկական պետության զավթիչ, 11-րդ բանակի նշանը կա, բայց տեսեք ինչով են զբաղված, ազգային ժողովում ինչով են զբաղված, այսօրվա, բացի այդ մի կետից, լեզվակռիվ, ուրեմն այսօր սա շարունակվելու է, որտեղ նույն անձնակազմն է, անձնակազմը նույնը, ես ասում եմ, երկու կազմակերպություն, շնորհապետական կուսակցությունը,
քաղաքական ծրագիր ուներ։ Եվ մենք համեստ եմ, չէ՞։ Եվ մենք։ Դե բոլորն են գալիս ասում են մենք ունենք դրա Դե համար համեստ են, էլի բոլորն էլ։ այո։ Հա, ես ասում եմ, մենք պայքարել ենք այդ ռեժիմի դեմ։ Մենք պայքարող ենք, այ մեր դատավճիռներով ենք մենք գալիս Արման Բաբաջանյանի ղեկավարությամբ, դատավճիռ։ Ունենք այսինքն այս երկուսս դուրս մնացինք ազգային ժողովից։ Մեր փոխարեն ազգային ժողով բերեցին քրեա օլիգարխիկ համակարգը։ Ինչ պետք է լինի։ Ուրեմն պետք է շարունակվի պայքարը քրեական ենթամշակույթի օրինականության վերաբերյալ։ Օրինական է, որ քրեականները ազգային ժողովում են, թե չէ։ Տեսեք, քանի հոգու են բանարել դատախազը հրավիրել ծանուցագիր ուղարկել ազգային ժողովի պատգամավորներին։ Եվ դա ինչ ազգային ժողով է, որ մարդը քրեական բեռով ուսապարկով, հա, տուլիկով մտել է ազգային ժողով։ Հիմա այդ երկու կուսակցությունները Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քրեական տուլիկով ուսապարկով մտել են ազգային ժողով, ինչ պետք է, ինչ օրակարգ պետք է լինի, փրկել սեփական ունեցվածքը եւ ազատությունը։ Դա օրակարգ է, դա պետության ազգային ժողովի օրակարգն է։ Իշխող ուժի օրակարգը որն է։ Դրանց դեմ պայքարելը, լեզվակռիվը։ Ես ասում եմ, որ լեզվակռիվը մենք տեսնում ենք։ Բայց 5 տարի ինչով էին զբաղված։ 5 տարի ինչով, որտեղ է Ռոբերտ Քոչարյանը, որտեղ է Սամվել Կարապետյանը։ 5 տարի ինչ էի կանում։ Լեզվակռիվ։ Դա ինչ է դակրում։ Ես փողը տալիս եմ, որ դուք լեզվակռիվ անեք։ Ինձ օրենքներ են պետք, զարգացման օրենքներ։ Գյուղատնտեսական մթերքի մեծածախ առևտրի կենտրոնը ուր է։ Հիմա ասում են մենք ձուկ արտահանելու իրավունք ենք ստացել Եվրոպա։ Ցամաքացրել է Կարարատյան դաշտավայրը, անապատեք վերածել, որտեղ մի քանի հոգի ձուկ են արտահանում։ Դուք պատկերացրեք Նորվեգիայի հետ մենք մրցում ենք։ Ձուկ են արտահանում։ Բայց մեկը չի ասում է որտեղից ձուկը ձեզ, ջուրը որտեղից։ Ցամաքել է Արարատյան դաշտ, 10 մետր ջուրը իջել է։ Բայց դա օրենքի մասին է, չէ՞ խոսքը։ Օրենք կա դրա վերաբերյալ գյուղատնտեսական լեզվի մասին օրենքը, մշակույթի մասին օրենքները, ով պետք է անի քրեականները կամ դրանց հակառակորդ, տեսեք ինչ է, մինուս եւ պլյուս, մինուսը քրեա օլիգարխներ, պլյուսներ քաղաքական պայմանագիր, նույն բանն են անում, սովետական եւ հակասովետական, ասում են դու ո՞րն ես, սովետականից թե հակասով ինչ տարբերություն, սովետական բառը կա չէ մեջը, սովետական եմ։ Ես սովետական եմ, հակա սովետական։ Հիմա սրանք էլ քրեական եք, չի ասում հակա քրեական ենք։ Նույն բանն եք անում։ Դրա համար ասում եմ, որ եթե այդ հանձնաժողովը ստեղծեն, հասցնեն ստեղծել, ես նույնիսկ կադրերի անուններ կտայի, բայց չեմ ասի, որովհետև իմ ասածը կարող տոքսիկ է։ Թիրախավոր են։ Հա, էլի։ Կան մարդիկ, որոնք այն Վլադիմիր Վարդանյանը գնաց պրծանք, այդ հանձնաժողովից պրծանք։ Բյուրոկրատիայից բրծել եք, իսկական այդ սահմանադրական, հա, Գերագույն դատարանի մասին օրենք, այդ սահմանադրական դատարանը չի հոգնեցնում ձեզ, Գագիկ Հարությունյանի հիմնադրած հիմնարկը, չեք ուզում լուծարել դա, օրենք կա դրա վերաբերյալ, լավ ես քաղաքական ուժերից, որ մեկը ունի սահմանադրության իր մշակած տարբերակը, տեսնում եք? Օրակարգը սահմանադրությունն է, քանի նախագիծ կա, քաղաքական կուսակցությունները ունեն նախագիծ, չունեն նախագիծ, կարծիք չունեն։ Ձեզ նորից կհակադարձեն եւ կասեն, եթե դուք չգիտեք, դա չի նշանակում, որ չունեն։ Չէ, եթե ես չգիտեմ, դուք անգամ մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանը ինչ նախագիծ ունի, որի մասին խոսում Դուք հենց որ ես բերանս բացեցի, պետք է ասեք 3 առաջ օրը մի շաբաթ առաջ սահմանադրության այս տարբերակը, այս կուսակցությունը բերել եք, քննարկել ենք, մի փաթեթել, մի տրցակ։ Այսինքն, հա։ Կես մետր լավ է։ Այսքան տայք ասեք գնա կարդա։ Սահմանադրության տարբերակներն են, որ իմ ստուդիայում ձեր քննարկվել է։ Չկա, դա է օրակարգը։ Սահմանադրություն
անկախություն, ժողովրդավարություն, որ մեկ ունի։ Դրա համար եմ ես ասում, այս երկուսին դրանք ունեին, ծրագիր ունեին, ասել հանեցին, չթողեցին, որ մտնեն։ Գուրգեն Սիմոնյանը հիմա ձեր հյուրն է, մեկ, չգիտեմ, հրավիրում եք, թե չէ, հրավիրեք, չէ։ Ասելու բան ունի։ Ավերջ։ Ես այդ երկուսին եմ ճանաչում։ Քաղաքական ծրագրով եւ Բարի։ Պարոն Աշակյան, այսքանով եկեք այսօր մեր զրույցը ավարտենք։ Գնանք արձակուրդ, թե չէ։ Այո։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ, որ այո այս շոքին Էջմիածնից եք գալիս։ Մեր սարանին Սուրբ Էջմիածնի, ես Սուրբ Էջմիածնի, ես այս տերտերների Դուք ջրի մասին էիք խոսում, ցավոտ հարց բարձրացրեցիք։ Անապատ է դառնում Սուրբ Էջմիածնի շրջանը, ջուրը գնում է ձկնաբուծները տանում են փող են շինում։ Անապատ դարձնելով Հայաստանը մարդիկ փող են շինում, պետությունն էլ խրախուսում է։ Դուք ասեք ուրեմն պետք չի այդ ջուղը զարգացնել։ Թող զարգացնեն ջուրը փակեն։ Դեռ է 90-ականներից։ Լցնում են Կասպից ծովը մեր ջուրը։ Խմելու ջուրը լցնում են Կասպից ծովը։ Վաղը ինչ են խմելու։ Քանի 100 տարում պետք է վերականգնվի այդ ջուրը։ Դա խնդա, լիքը հարցեր կան։ Ազգային ժողովը ինչով է զբաղվելու, որ մեկի օրակարգում դա կա։ Չկա։ Որպեսզի օրակարգում լինի, նրանք պետք է տեղյակ լինեն խնդիրներից, ճիշտ է։ Արիստաբարժ պետք է լինեն, կոմպետենտ պետք է լինեն, բայց դրանք դուրս պրծուկներ են քաղաքական։ Պարոն Աշակյան, շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Գերագույն խորհրդի падգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։